Bremen. Wenn man nach Bremen kommt und durch seine Altstadt geht, fühlt man sich wie im Märchenland. Kleine romantische Straßen, sehr eng und malerisch hübsche Renaissancehäuser und gotische Kirchen, bunte Geschäfte und schöne grüne Parks. Und hier unter Bildern und Skulpturen der berühmten Bremer Stadtmusikanten, dieser netten Märchengestalten der Brüder Grimm. Երբ գալիս եք Բրեմեն եւ անցնում նրա հին քաղաքով, ձեզ հեքիաթում եք զգում փոքրիկ ռոմանտիկ փողոցներ, շատ նեղ գեղատեսիլ գեղեցիկ վերածննդի տներ, գոթական եկեղեցիներ, գունեղ խանութներ եւ գեղեցիկ կանաչ պուրակներ։ Եվ այստեղ դուք կտեսնեք հայտնի բրեմենյան երաժիշտների նկարներն ու քանդակները, այս բարի հեքիաթային կերպարներին, որոնց ստեղծել են Գրիմ եղբայրները։ Neben der Altstadt kann man dagegen große moderne Gebäude und Betriebe sehen. Attraktive Warenhäuser, wo man Erzeugnisse der hochentwickelten Bremer Industrie sehen und auch kaufen kann, wenn man natürlich Geld hat. Dort die freie Hansestadt Bremen ist trotz vieler fortschrittlicher, traditionellen und demokratischer Freiheiten, die noch von den Hansezeiten übrig geblieben sind. Eine Stadt der kapitalistischen Welt mit all ihren Widersprüchen. Man kann hier schwer arbeitende Menschen und Reiche nicht durchsehen. Man kann hier Gastarbeiter und Arbeitslose treffen. Քաղաքի կողքին կարելի է տեսնել նաև մեծ ժամանակակից շենքեր, գործարաններ, գրավիչ ունիվերսալ խանութներ, որտեղ կարելի է տեսնել եւ գնել Բրեմենի զարգացած արդյունաբերության արտադրանքները, եթե իհարկե գումար ունեք։ Սակայն ազատ հանսիական քաղաք Բրեմենը, չնայած իր առաջադեմ ավանդույթներին եւ ժողովրդական ազատություններին, որոնք մնացել են դեռևս հանզայի ժամանակներից, մնում է կապիտալիստական աշխարհի քաղաք իր բոլոր հակասություններով։ Այստեղ կարելի է տեսնել թե քրտնաջան աշխատող մարդկանց, թե հարուստ անբաններին, որոնք հարկեր չեն վճարում, կարելի է հանդիպել նաև արտերկրից եկած աշխատողներին եւ գործազուրկներին։